Այստեղ կուզեմ մի հատ կարևոր մի բան, որ զեկություն վստահաբար չկա, բայց կուզեմ մի աշխատանքային իրավունքի եւ ընդհանրապես իրավունքների ոտնահարման մի այլ աղմկահարույց փաստ ասեմ։ Խոսքը վերաբերում է պետական համակարգի աշխատողներին, խոսքը վերաբերում է կրթական հաստատությունների, առողջապահական հաստատությունների աշխատողներին, խոսքը վերաբերում է ոստիկանության հազարավոր ծառայողների, որոնց լոկ Փաշինյանի կամակորության համար ամեն կիրակի հանուն գցում են փողոցները, ամեն կիրակի այս համայնքից այն համայնք տանում են կեղծ պատարակների, մարդիկ շաբաթներով հանգստյան օրից զրկվում են, որովհետև պետք է բավարարեն Նիկոլ Փաշինյանի անձնական քինախնդրությունները։ Նայեք, շատերդ քաղաքի կենտրոնում եք աշխատում ձեր խմբագրությունները։ Մի հատ կառավարության երկու մասնաշենքերի միջև այդ այգում նայեք ամեն օր 24 ժամ տասնյակ հարյուրավոր ոստիկաններ սոված ծառավ նստած են։ Հիմա միգուցե հավելավճար են տալիս նրան, բայց կրկնում եմ 24 ժամ հարյուրավոր ոստիկաններ սոված ծառավ նստած են։ Իհարկե ուժային համակարգում մարմինությունների իրավունքները շատ ավելի սահմանափակ են, բայց կրկնում եմ, փաստեր են, որ հատիկ միգուցե մենք առօրյա մեր կյանքում չենք նկատում, բայց դրանց հանրագումարն է, որ ի վերջո Հայաստանը սոցիալական պետություն է, սահմանադրական նորմը իրականության հետ կապ չունի։